Քննասենյակի դռները փակվել են, առաջադրանքները հանձնված են։ Կարապետի անհանգիստ վիճակը հայոց լեզվի գրավոր քննության արդյունքների հետ է կապված։ Ինչպես է գրել, ինչ հնարավոր սխալներ կարող է թույլ տված լինել։ Հեռախոսով կրկնուսույցի հետ այս հարցերն է քննարկում։ Նրա նման եւս 10 դիմորդ է կյանքի կարևոր փուլ ոտք դնում։ Այս պատանիներն ընտրել են հոգևոր ծառայության ճանապարհը։ Գևորգյան հոգևոր ճեմարանում 2026-ից 27 թվականների ուսումնական տարվա ընդունելության քննությունները մեկնարկել են հունիսի 13-ին։ Զանգարեի ուսուցչիս կիսվելու արդյունքներով, բնականաբար դեռ արդյունքները հայտնի չեն մեզ, սակայն զանգարեցի կիսվեմ, թե ինչ եմ կարծում, որ ինչ գնահատական եմ ստացել, գրեթե ամբողջը ճիշտ եմ գրել իմ կարծիքով, սպասենք լավ արդյունքի։ Կարապետը 13 տարի է ծառայում է եկեղեցում, օգտակար է եղել համայնքի հոգևոր կյանքին եւ հոգևորականներին։ Կարապետից ոչ պակաս հուզված է նաեւ մայրը։ Նա ագոհ է որդու ընտրությունից։ Ընտանիքն է տղայի մեջ սերմանել եկեղեցու եւ հոգևոր կյանքի հանդեպ սերը։ Մեծ դեր է ունեցել նաեւ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու քահանա Տեր Զենոնը, որի հոգևոր խրատներն ու աջակցությունը մեծապես ազդել են երիտասարդի աշխարհայացքի ձևավորման վրա։ Գրեթե իրանից եմ այս ամեն ինչը սովորել, իրանից այդ սերը նաեւ արթնացել, որովհետեւ ինքն այն ոնց որ առաջարկել էր, որ ես 5 տարեկան էի խորան բարձրանալ, դրա համար շնորհակալ եմ իրեն։ Շատ բարդ է հոգևորականի կյանքը, որովհետեւ դու փորձում ես ամեն կերպ օգնել, կարեկցել դիմացինին, կարիքավորներին, բայց նաեւ լի է օրհնություններով։ Հովհաննեսը նույնպես մեծացել է եկեղեցասեր միջավայրում։ Ռիփսիմե տատի հորդորով հետագայում էլ սեփական ցանկությամբ սկսել է շապիկ հագնել, խորան բարձրանալ, օգնել եկեղեցու քահանային։ Մասյացոտնի թեմի դպիրներից է Հովհաննեսը։ Միշտ գովում եմ, ասում քո ձենը ուրիշ է, քո երգելը ուրիշ է, ասում կողքից մարդիկ որ կանգնում են, ասում են, «Էս քո թոռն է», ասում շատ լավ է երգում, շատ լավ։ Ու տենց ինքը ուրախանում այսնով պարտանում է։ Թեև տատն այստեղ չէ, բայց նրա օրհնությունն ու աղոթքները թոռանը զորավիգ են։ Հովհաննեսն առաջինն է ավարտել թեստային աշխատանքը։ Ասում է, սխալներ թույլ չի տվել, վստահ է իր ուժերի վրա։ Եկեղեցին իմ հոգու հանգստության վայրն է, որտեղ ոչ միայն երազանքներն են կատարում, այլև հոգիս է նաև մաքրվում։ Այդ աղոթները, քահանայի քարոզը, սաղմոսները, որ կարդում եմ, լսում եմ, երգում եմ, ինձ ավելի են ուժեղացնում, ավելի են զգոն դարձնում ու ինձ ստիպում են ավելի լրջորեն մոտենամ, վերաբերվեմ այս ծառայությանը, որովհետև Աստծուն ծառայելը շատ լուրջ առաքելություն է։ Հայոց լեզվի թեստային հարցաշարի միջոցով գնահատվում են դիմորդների ընդհանուր գիտելիքները լեզվից։ Շարադրությունն էլ նրանց ստեղծագործական միտքն է ստուգում։ Հայոց լեզվին հաջորդելու են հայ գրականության եւ հայ ժողովրդի պատմության բանավոր քննությունները, անգլերենի ստուգարքը, երաժշտության քննությունը։ Այս բոլորը հաղթահարած դիմորդների միավորների համագումարից պարզ կլինի կկարողանան արդյոք Հայաստանի տարբեր մարզերից եկած պատանիները սկսել իրենց կրթությունը Հայաստանի ամենահին բուհում։ Այս 3 քննությունները ամփոփվում են նաև տեսչության անդամների հետ հարցազրույցով, որի ժամանակ ստուգվում է նաև դիմորդների գիտելիքները Սուրբ գրքից, հայ եկեղեցու պատմությունից, իրենց եկեղեցական փորձառությունից, եկեղեցական երգեցողությունից եւ օտար լեզուներից։ Հարցազրույցը կարևորվում է նաեւ նրանով, որ այստեղ ստուգվում են ոչ միայն նրանց գիտելիքները, այլև բացահայտվում է նրանց ինքնաարտահայտման կարողությունը, հաղորդակցվելու հմտությունները, շփվելու կարողությունները։ Գևորգյան հոգևոր ճեմարանի ընդունելության քննությունների երկրորդ փուլը օգոստոսին է։ Տղաներն ասում են, որ թեև ունեցել են ժամանակակից գրավիչ մասնագիտություններ ընտրելու հնարավորություն, սակայն ճեմարանի սան դառնալն իրենց համար պարզապես մասնագիտական ընտրություն չէ։ Այն գիտակցված կոչում է ծառայություն մայր եկեղեցուն, հայրենիքին։ Դժվարությունները լիքն են լինելու, բայց չեմ լարվում, չեմ մտահոգվում, Աստվածը մեզ է։ 150-ամյա պատմություն ունեցող ճեմարանը պահպանելով իր հարուստ ավանդույթները շարունակում է քայլել ժամանակին համընթաց։ Նոր շունչ ճեմարանը ստացել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ջանքերով։ 2016 թվականից սկսած եռաստիճան կրթություն է ապահովում 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստրատուրա եւ 3 տարի ասպիրանտուրա։ Այս հաստատության շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց ուսումն աշխարհի տարբեր հեղինակավոր ուսումնական հաստատություններում։
խորացնելով իրենց գիտելիքներն ու հոգևոր պատրաստվածությունը։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։